Հարգելի տեղակալ հակակոռուպցիոն կոմիտեի Բաբայանին, որովհետև ես ձեզ արդեն բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, եւ այս պահին ես չգիտեմ դուք ինչ եք անում, բայց Երևանի ամենաբանուկ մասերից մեկում, Արաբկիր համայնքում, Արաբկիր համայնքի սրտում, Նայիրիզարյան 11-13 հասցեում տեղի է ունենում ապօրինի հանքարդյունաբերություն, ապօրինի շինարարություն, որը վտանգում է երևանցիների կյանքը եւ առողջությունը։ Հիմա տեսեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Տիգրան Ավինյանը տրամադրել է շինթույլտվություն մի նախագծի վերաբերյալ, որտեղ չկա վավերացում, տեսեք այս դատարկ մասը, որ հաստատվում է Համալիր պետական փորձաքննության կողմից։ Համալիր պետական փորձաքննության անցած այս նախագիծը թեպետ ունի դրական եզրակացություն, դա էլ է կոռուպցիոն գործարք, բայց այնուամենայնիվ ունի հստակ դիրքորոշում դեմ քվեարկություն, որը արտացոլված է այս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից դեմ քվեարկությամբ եւ նշվում է դեմ քվեարկության մեջ, որ հակահրդեհային ճանապարհը գոյություն չունի, սա հաստատված չէ։ Բացի այդ, մինչև շինարարություն սկսելը պարտադիր պետք է իրազեկվեն քաղաքացիները, անցկացվեն հանրային լսումներ։ Ուրեմն Տիգրան Ավինյանը մասշտաբային ստախոս է։ Այս մասշտաբային ստախոսը եկել է քարոզարշավի ժամանակ տվյալ տարածք եւ քաղաքացիներին խոսք է տվել, որ այդտեղ նախագծվող ցանկացած փաստաթուղթ իրենց հետ քննարկելու է։ Չի կատարել այդ հրապարակումը արկա է համացանցում բոլոր տեղերում զետեղված է։ Ստախոսը չի ներկայացել վայր, որտեղ նախաձեռնել է ապօրինի շինարարություն շինթույլտվություն է տրամադրել։ Ըստ շրջանառվող լուրերի շինթույլտվությունը Տիգրան Ավինյանի կողմից տրվում է հատուկ գումարի միջոցով։ Հատուկ գումարը շատ մեծ գումար է։ Այդ հատուկ գումարների միջոցով տրվում են քաղաքը ապականելու թույլտվություններ։ Ուրեմն այդ տարածքը, որը ապականվում է հիմա եւ օգտագործվում է որպես քարհանք, նախագծվել է Թամանյանի կողմից, ես հիմա ցույց տամ ձեզ նաեւ Թամանյանի հատակագիծը 1925 թվականին եւ նույն քաղաքապետարանի թույլտվությամբ, հեսա սա հատակագիծն է հարգելի քաղաքացիներ, նայեք, այստեղ գտնվող երկու 100-ամյա տները եւ շուրջ 2500 քառակուսի մետր կանաչ տարածքը Տիգրան Ավինյանի թույլտվությամբ, ապօրինի թույլտվությամբ, որովհետեւ ոչ միայն ապօրինի է, ոչ միայն վարչական դատարանով դա պետք է ճանաչվի անվավեր, այլ նաև քրեորեն հետապնդելի արարքներ է թույլ տվել։ Այս տարածքի 200 տարեկան տները, Արաբկիրի հիմնադիրների տները քանդել է, կանաչ տարածքը տվել է ամբողջությամբ հանքարդյունաբերության եւ այժմ դեռ 9 հարգանի շենքի թույլտվություն է տվել, որը հետագայում ախորժելի այդ ճանապարհով պետք է դառնա 26 հարկ։ Ում է տվել։ Հիմա ես ձեզ ցույց տամ այդ ՍՊ, Ադամիում ինչ-որ ՍՊ է, որի հիմնադիրները 2 տարեց Զառամյալ անձինք են, Գայանե Վերձյան եւ Աթաբեկ Ադամյան։ Այդ Աթաբեկ Ադամյանին ես պեղեցի, մի տարիքով անձնավորություն է, Արծվաշենցի փախստական, եւ գրում է ինչ-որ Արծվաշենի վերաբերյալ ինչ-որ գրառումներ է անում։ Ամփոփեք։ Ուրեմն Արծվաշենն էլ նաեւ գտնվում է Ճամբարակ համայնքում։ Այս մարդիկ փոխանակ գնան Արծվաշենը շենացնեն, համայնքը, Ճամբարակ, գնան ազատագրեն Արծվաշենը, եկել են գրավում են Արաբկիր համայնքը։ Հիմա Տիգրան Ավինյանը այս պայն էստեղ չի է։ Ես ինձ ասեցին դահլիճում, որ ինքը վատ առողջ է եւ գնում է դեղորայք է ինչ-որ ընդունում։ Հիմա նույնպես երևի գնացել է, հրավիրում եմ իրեն այստեղ, որպեսզի այս հարցերի պատասխանը տրամադրի քաղաքացիներին, բացի այդ, արդեն իսկ հետիոտի ճանապարհ ապօրինի օգտագործելու հետևանքով երեխա են գցել ավտոյի տակ։
Եվ ծանր մարմնական վնասվածքներով երեխային տարել են հիվանդանոց։ Գալ տեսնել, որ լրացած է ժամանակը, շնորհակալություն։ Ահա, Բարբերաբար նիստ վարողը, ինչպես եւ բոլոր ներկաները, ունենում են տարբեր կարիքներ եւ դուրս են գալիս, ինչպես բոլորս։ Խնդրում եմ այլ Ես կխնդրեմ պարոն Վարդազարյանը ես կխնդրեմ